Մարդիկ արդեն կկարողանան արհեստական բանականության միջոցով հետևել իրենց առողջությանը, ստանալ լաբորատոր հետազոտություններն ու դրանց վերլուծությունները։ Համակարգը դեռևս գործում է լաբորատորիաների միայն մեկ ցանցում, սակայն նախատեսվում է գործիքը ներդնել նաև բժշկական այլ հաստատություններում։ Արտաքին միջոցով հնարավոր կլինի հետևել առողջության ցուցանիշների գծով դինամիկային եւ անհրաժեշտության դեպքում ուղղորդվել համապատասխան բժշկի մոտ։ Իսկ արհեստական բանականության հիման վրա ձևավորված հիշեցումների համակարգը կծառայի որպես կամուրջ բժիշկ բուժարու հարաբերություններում։ Մարդը կարող է հետևել ժամանակի ընթացքում իր առողջական վիճակի փոփոխություններին։ Համակարգը նշում է շեղումների հնարավոր պատճառները, ռիսկային գործոնները, տրամադրում է ապրելակերպի բարելավման առաջարկներ, առաջարկում է բժիշկներ կամ մասնագետներ խնդրի լուծման համար։ Մենք պետք է ստանանք մի պրոդուկտ, որը պետք է համապատասխաներ ապացուցողական բժշկությանը, ժամանակակից ցուցումներին եւ ինչպես գիտեք բժշկության մեջ սխալները չեն ներվում եւ այդ մեծ աշխատանքի արդյունքում մենք ի վերջո ունեցանք մի պրոդուկտ, որտեղ մեծ հաշվով անսխալ վերլուծություններ են կարողանում կատարել։ Բուժարուի համաձայնությամբ անհրաժեշտ տվյալները ստանալով մի քանի րոպեում գեներացվում է անձնական էջ, որը հղումով ուղարկվում է նրան։ Համակարգում նաև նշված է՝ գեներացրել է արհեստական բանականությունը եւ որևէ քայլ ձեռնարկելուց առաջ խորհուրդ է տրվում դիմել բժշկի։ Ըստ առողջապահության նախարարի, ոլորտում արհեստական բանականության կիրառման վերաբերյալ մտավախություններ կան, սակայն կարծում է, որ տեխնոլոգիան իր հնարավորություններով օգնելու է թե բժիշկներին, թե մարդկանց։ Չափազանց կարևոր է նաև տվյալների անվտանգությունը, բժշկական գաղտնիքի ճիշտ ուրեմն պահպանումը եւ սա այն հարցերն են, որոնք որ մշտապես մեր ուշադրության կենտրոնում են լինելու։ Մենք առաջիկայում էլ մեր բժշկական տվյալների վերլուծության եւ ընդհանուր առմամբ պահպանմանն ու կառավարման վերաբերյալ օրենսդրական որոշակի փոփոխությունների կարծում ենք կարիքը կա։ Ամբողջ աշխարհը այսօր էթիկական եւ իրավական առումով փնտրտուքների մեջ է, թե ինչպես պիտի կարգավորի արհեստական բանականության կիրառությունը մեր կյանքում։ Կառավարության նպատակն է խթանել Հայաստանում արհեստական բանականության գործիքների ստեղծումը, քանի որ դա է ապագան, եւ պետությունը խրախուսում է տեղի տեխնոլոգիական ընկերություններին այս ոլորտի համար ստեղծել արտադրանք։ Լիանա Խաչատուրյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։